Սուրճ ու սեր առավոտից։ 9:31 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս եւ բարի գալուստ սուրճը ծերը մեր կողմից սուրճը ձեր կողմից տաղավարում Տիգրան Հարությունյանն ու Վեգա Անդրեասյանն են սկսում ենք մեր առավոտյան ծրագիրը։ Սկսում ենք նոր ամառային օրը իհարկե միասին հուլիսի 8-ն է օրը չորեքշաբթի։ Հորդորում ենք նաեւ միանալ մեր սոցիալական էջերին, նաև Armradio.am կայքում եւս գործարկված է լայվը, Facebook-յան տարբերակով կսպասենք նաև ձեր ողջույններին, ինչպես միշտ դրանք մեզ դրական լիցքեր են փոխանցում։ Եվ իհարկե երաժշտություն, արտնացնող երաժշտություն, մենք սկսում ենք։ Անցյալ քաղաքին դարավոր անցյալ դու եղար հայոց ամրոց բերդ մայր քաղաք դարձար պատմության դաժան հողմի մեջ շատ ցավեր տեսար բայց շողած կյանքիդ մի նոր էջ այս փառքին հասար դու մեզ համար նոր շունչանի Եվ հավատ հայության Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան La 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 Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան Դու ես ներկա քաղաքին լուսավոր ներկա մեր հայոց պայծառ մտքիցով եւ վարքի վկա վեհապանց ես եւ գեղեցիկ հրաշքներով լի որ մասիս անգամ ասես քո շենքերից լինի դու մեզ համար նոր շունչանի Եվ հավատ հայության Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան La 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 Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան Էй ջան Երևան Սիսների սուրբ հայացքի տակ Հեյ ջան Երևան մեր մայր օրան Հեյ ջան դու իմ Երևան Հեյ ջան դու իմ Երևան Դու ինձ համար սիրո աղբյուր Ես քեզ համար գուցե ոչինչ Դու ինձ համար երազմաքուր Ես քեզ համար գուցե ոչինչ Հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ Որպես կյանքի շքնախ երազ Արեգակին պետք է հեռվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Կյանքում դու միշտ ուրախ մնաս Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ Ամբողջ մի կյանք սիրով կտամ Ես քեզ համար գուցե ոչինչ Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ Որպես կյանքի շքնաղ երազ Արեգակին պետք է հեռվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր շարունակում են լսել հանրայինի առաջին ալիքը 9:36 րոպե։
YouTube-յան գովազները կարծես թե ցանկանում են խափանել որոշ առումով մեր եթերը, բայց դա ոչ մեկի չի հաջողվի, որովհետև առաջիկա 1.5 ժամը լինելու ենք միասին, ունենալու ենք հետաքրքիր կարևոր տեղեկատվություն, որը հաստատ չի խանգարի տանից դուրս գալուց առաջ։ 553702 այս հեռախոսահամարով սպասելու ենք ձեր զանգերին, դե իսկ մեր Facebook-յան էջում էլ սպասելու ենք ձեր մեկնաբանություններին, որոնք իհարկե նաև ընթերցելու ենք ուղիղ եթերում, այնպես որ ակտիվ եղեք, փորձենք եթերը դարձնել ինտերակտիվ։ Սկսում ենք մեր անհրաժեշտ տեղեկատվության պաշարը ներկայացնել, ինչպես միշտ մենք դա անում ենք եղանակով։ Ահա, Սկսելով։ սկսենք եղանակ։ 21 աստիճան է այս պահին Երևանում, հասկանանք քիչ անց նաև ինչ եղանակ է սպասվում օրվա ընթացքում, բայց մինչ այդ տեղեկացնենք, որ այսօր հուլիսի 8-ին հանրապետության շրջանների զգալի մասում կեսօրից հետո առավելապես նաև հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում նաև կարկուտ է սպասվում։ Այսպեսին է վիճակը, հորդարատ կլինի նաև ասում են անձրևը շրջաններում։ Տեսնենք մայրաքաղաքում ինչ իրավիճակ է։ Այո, այսօր եւ վաղը նույնիսկ գիշերը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, իսկ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, այնպես որ եթե հասցրել եք հոգնել անձրևներից, սպասեք մինչեւ վաղը կարծես թե ավելի տրամադրող է լինելու, այսօր դիմացեք անձրևներին։ Այսօր էլ մինչև 30 աստիճան կբարձրանա սանդղակը օրվա ընթացքում Երևանում։ Կարծես թե իրականում շատերին դուր է գալիս եղանակային այս փոփոխությունը, որովհետև շատերը շոկից են բողոքում, բայց իմ շոկից բողոքող ընկերներից միշտ կոչ եմ անում հետևել թե ինչ է կատարվում Եվրոպայում, թե որքան են այնտեղ շոկում եւ գոհ լինել, որովհետև 30 աստիճան իրականում մեր ամառների համար հիշենք, որ մինչև 40 ենք ունեցել, այո, իհարկե։ Բայց չմոռանանք, որ օգոստոսը դեռ առջևում է։ Դեռ առջևում է, այո։ Գնանք ավտոճանապարհներ, իդեպ տեղեկանում ենք փրկարարությունից, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Ստեփանսմինդալարս ավտոճանապարհը նաև բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք օդային տարածք, տեսնենք թե այստեղ ինչ է կատարվում, որովհետև երբ Երևանյան ավտոճանապարհներին անդրադառնանք, այստեղ վստահաբար բաց ճանապարհների մասին ձեզ չենք հայտնելու։ Վաղաժամ ներողություն, վաղաժամ ժամանումներ ունենք։ Էլ Ալամեյնից եւ Շարմ էլ Շեյխից, այո, ժամը 10-ի փոխարեն արդեն ժամանել է, փաստորեն արդեն վայրեջք է կատարել, այնպես որ եթե օդանավակայանում եք, ուշադիր եղեք, շուտով ձեր հարազատները կամում, որ դիմավորում եք դուրս կգան, եւս երկու վաղաժամ ժամանում ունենք Դուբայից, իսկ այս Սոչիից 11-ի փոխարեն ուշացում կլինի եւ 11:30 կժամանի ինքնաթիռը, եւս երկու ուշացում կա Միներալնե Վոդից դեպի Երևան չվերթներում 12:15-ի փոխարեն երկու չվերթեր նախատեսվում, երկուսն էլ 13:40 վայրեջք կկատարեն։ Ուշացումներից է նաև Աբու Դաբիից եկող չվերթը, որը պիտի 12:45-ին վայրեջք կատարել, բայց 13:35 նոր վայրեջք կկատարի Երևանում։ Գնանք մեկնումների դաշտ, տեսնենք ինչ փոփոխություններ կան առհասարակ։ Խնդրեմ ունենք մեկ ուշացում, Սոչի չվերթը կմեկնի ուշացումով ժամը 11:55-ի փոխարեն, Սոչի կմեկնեք 12:30-ին։ Եվս մեկ ուշացում, որ արդեն պիտի պատրաստվեին թռիչքի, նախատեսված ժամանակը 8:40 էր կարծես, թե ներողություն 9:40 Հուրգադայի թռիչքը, բայց 11:10 նոր տեղի կունենա, ուշացում է նախատեսվում, սա կարծում եմ այն մարդիկ, որոնք պատրաստվում են թռնել, դե արդեն տեղեկացված կլինեն։ Տեղափոխվենք մայրաքաղաքի ավտոճանապարհներ, խցանումային նիշը ցածր է զարմանալիորեն այս ժամի համար։ Եթե սովորաբար լինում է 7 կամ 8, այս պահին 6 բալ է դեղին է։ Ինքնից շատ թեթև եկա դրան, զարմացա, այո։ Եվ այս թեթևությամբ պայմանավորված, չգիտեմ ինչու է պայմանավորված, բայց միևնույնն է ունենք ավտովթար։ Այս պահին Բագրատունյաց փողոցի վրա Երևանյան լճի, այդ կամրջի վրա ունենք միանգամից 2 ավտովթար միջին շարքում։ Հետաքրքիր է, ինչու։ Եվս մեկ ավտովթար եմ այս պահին տեսնում քարտեզի վրա։ Ահա, Արտաշատի խճուղու վրա եւս ավտովթար ունենք։ Չգիտես, թեթև է, բայց ավտովթարներից խուսափել միևնույնն է չի հաջողվում։ Եվս մեկ ավտովթար, տեսնում ես ինչքան վթարառատ է, Դավիթ Բեկ փողոցի վրա է հաջորդ վթարը։ Հուսանք լուրջ վնասներ չեն կրել եւ ոչ ոքի ոչ ման չի պատահել։ Ամենակարևորը։ Հիշեցնում ենք, եղեք զիջող, նաեւ մի մոռացեք թարտիչի արկայության մասին եւ իհարկե զգուշացրեք ձեր գործընկերներին, ձեր գործողությունների մասին, եղեք կանխատեսելի։
Այո, կանխատեսելի վարորդ լինել։ Ես արդեն սովորել եմ սա Տիգրանից եւ հասկանանք թե օրվա փոխարժեքն այսօր ինչպիսին է այն մարդկանց համար, որոնք գուցե ֆինանսական գործարքներ են պլանավորում։ 367 դրամի եւ 47 լումայի է համարժեք ամերիկյան դոլարը, եվրոն այսօր 420 դրամ է 13 լումա, ռուսական ռուբլին 4 եւ 8 է, 139 դրամ եւ 33 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 491 դրամ է 86 լումա, դիրհամն այսօր 100 դրամ է 0.5 եւ իրանական ռեալը անփոփոխ 0.028 է կարծես թե հա տեսնենք 0.026 ներողություն եմ խնդրում այո սա է օրվա փոխարժեքը Մինչ վեգան ներկայացնում էր օրվա փոխարժեքները ես եւս երկու վթար նշмарեցի քարտեզին այս պահին Գևորգ Չաուշ փողոցի վրա միանգամից երկու ավտովթար կա գրանցված եւ կարծես այդ հատվածը դեպի Դավթաշենի խճուղի արդեն ծանրաբեռնված է Մնում է եւս մեկ անգամ ձեզ կոչ անել, որ ավելի զգոն եւ ուշադիր լինեք եւ արագ կարդամ եւս մի մեկնաբանություն, որը հասցրել է գրել մեր ռադիո լսող Կարինե Մկրտչյանը, բարի լույս բոլորին, գեղեցիկ անակնկալներով, որ եմ մաղթում, մենք էլ ենք միանում Կարինե Մկրտչյանի մաղթանքին։ Հիշեցնենք հուլիսի 8-ն է օրը, չորեքշաբթի, քիչ անց բացելու ենք նաեւ օրվա օրացույցը։ Station with the best. Միանշանակ, միայն լավագույն հիթերը եւ միայն մեր եթերում ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից մենք պատրաստ ենք ձեզ ժպիտով ասել բարի լույս։ Բարի լույս սուրճի եւ սիրո ուղեկցությամբ պատահական չեմ սա ասում, Արտյոմ Միքայելյանը գրում է բարի լույս բոլորին սուրճից ու սիրուց անպակաս համաձայն ենք, շարունակեք դիտել, գրել մեզ ձեր ողջույնները մենք սիրով կփոխանցենք։ Սև սուրճի դեպքում սերով ես նախընտրում թե առանց։ Ինձ համար մեկ է, միայն թե լինի այդ բույրը սուրճի ամենակարևորը եւ առաջին այդ
ոնց ասա, որ ըմբում ես, հա, առաջին Այո, կաթիլը, կումը, առաջին կումը։ Տիգրան, իսկ ես հետաքրքիր հնարք եմ ինձ համար այսպես ասած ձևավորել եւ հասկացել, թե որն է ամառը սուրճ վայելելու լավագույն տարբերակը։ Դե ես առհասարակ սառը սուրճի սիրահար եմ, բայց սառը սուրճը ունի մի բացասական կողմ, այն չի բուրում այնքան համեղ եւ գեղեցիկ, ինչպես օրինակ հիմա քո սուրճը, որի շատ անուշ բուրը տարածվել է տաղավարում։ Ինչ եմ ես հասկացել, սուրճ պետք է վայելել սառը, բայց մի մարդ ուղեկցություն, որը տակն է կողքդ վայելում։ Բույրը վայելում եմ քո սուրճից, այո, եւ ես իմ սառը սուրճի զովությունն եմ վայելում։ Հասկացա։ Խորամանկ եմ։ Փորձենք եթե ընթացքում քեզ համար սառը սուրճ բեղել։ Փորձենք։ Հուլիսի 8-ն է, օրը չորեքշաբթի, կրկին ասում ենք բարի լույս եւ ծանոթանանք նաեւ օրվա օրացույցին, տեսնենք ինչ հետաքրքիր բան կա։ Ահա, մեզ շատ հոգեհարազատ մի օր է այսօր եւ մեր գոլեգաների տեղեկատվություն բացահայտելու համաշխարհային օրն է փաստորեն նշվում այսօր, սա միջազգային տոն է։ Դե բայց ամեն օր էլ բացահայտում են։ Ամեն օր, հատկապես մեր օրերում ինֆորմացիայից խուսափելը անհնար է, մենք բոլորս ինֆորմացիայի հոսքի, գերհոսքի։ Գուցե ժամը 10-ի թողարկման մեջ լուրերի լինի այնպիսի լուր, որ մեզ համար բացահայտում լինի։ Գուցե, սպասենք։ Այսօր նաեւ ալերգիայի համաշխարհային օրն է, նրանք ովքեր ունեն խնդիր ալերգիաների հետ։ Հատկապես հիմա գիտեմ, որ այո, շնորհավորում ենք։ Զորակցում ենք հատկապես այն մարդկանց, որոնք այս սեզոնին են տառապում, գիտեմ թե որքան բարդ է։ Իսկապես հուսով ենք, որ հնարավորինս թեթև կանցնի ամառը ձեզ համար։ Տեսա խաղերի օր են նշում այսօր ամբողջ աշխարհում։ Video Games Day։ Դու խաղացել ես տեսախաղ, ես էլ երբեք չեմ խաղացել։ Երբեք վիդեո խաղեր չեմ, առհասարակ էլեկտրոնային խաղեր գրեթե երբեք չեմ խաղացել, իսկ տեսախաղեր առհասարակ չեմ հիշում, որ նույնիսկ խաղացել։ Եվ նայում եմ ինչպես է տղաս տարապում համակարգչային էկրանի առաջ, ինչպես են կրակում, վազում, խփում, քանդում, պայթեցնում։ Եվ ասում լավ աչքերդ չի ցավում։ Թե բա ինչ ասես։ Մեր դեպքում մեր ոտքերն էին ցավում բակում, որովհետև մենք այդ ամենը իրականում էինք անում։ Տեղափոխվենք ազգային օրեր եւ սկսենք նահանգներից, որովհետև գիտեք, այստեղ միշտ ամենահետաքրքիր ազգային տոներն են ունենում։ Չիկագոյի համափառատոնն է ընթանում նահանգներում։ Իսկ ինչ է նշանակում մաթեմատիկա 2-0-ի օրը։ Մեր մաթեմատիկոս կամ մաթեմատիկայից լավ ռադիոլսողները վստահաբար մեզ կզանգահարեն եւ կբացատրեն, թե սա ինչ է։ Մինչ այդ ես կփորձեմ ճշտել իմ մաթեմատիկոս ընկերուհուց։ Մրգային սառույցի ազգային օր են նշում ամերիկացիները։ Ես կարծում եի, թե դա միայն մենք ենք Հայաստանում ժամանակին փոքր տարիքում փորձել, դե գիտեք, որ նահանգներում առհասարակ սիրում են սննդին, ուտելիքին, այո, օրեր նվիրել եւ նուշով կաթնային շոկոլադի ազգային օրը նույնպես այսօր նշում են։ Նաեւ ողբերգությունից կտրվելու եւ հումոր վայելելու օր են նշում նահանգներում։ Հետաքրքիր է։ Ռուսաստանում ընտանիքի սիրո եւ հավատարմության օրն են փաստորեն այսօր նշում։ Ռուսները նաեւ նշում են տիեզերքի հետ շփվելու օրը։ Ահա, հետաքրքիր է։ Ընտանիքի օրը նաեւ Ուկրաինան է փաստորեն այսօր նշում։ Տեսնենք ինչ հետաքրքիր դեպքեր են։ Այո, տեսնենք ինչ է գրանցվել շատ տարիներ առաջ, հենց այսօրը հուլիսի 8-ին։ Ահա խնդրեմ։ Ֆրանսիայում 1901 թվականի այսօրը ընդունվում է ավտոմեքենաների արագությունը քաղաքներում սահմանափակող օրենք՝ մինչև 10 կիլոմետր ժամանակությամբ։ Լույս է տեսել The Wall Street Journal պարբերականի առաջին համարը 1889 թվականի այսօրը։ Սանկտ Պետերբուրգ տեղափոխվենք, որտեղ 1819 թվականին դրվել է Իսահակի տաճարի հիմնաքարը։ Տեսնենք էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ է տեղի ունեցել։ Այսօր փաստորեն Փարիզի այն ժամանակ Լուտեցիայի հիմնադրման օրն է համարվում մեր թվարկությունից առաջ 52 թվական։ Այսքանը քիչ անց նաև կանդրադառնանք օրվա հոբելարներին եւ գուցե գտնվեն մարդիկ, ովքեր մեզ շատ ծանոթ են եւ հոգեհարազատ եւ չգիտենք որ ասորին են ցանվել։ Կիմանանք քիչ անց։ Yeah.
Սուրճ ու սեր առավոտից։ 9:52 րոպե շարունակում ենք միասին վայելել մեգավատ սուրճը եւ իհարկե միասին ենք անցկացնում ամառային առավոտը։ Եվ շարունակում ենք կարդալ եւ ուրախանալ, որ մեզ մեկնաբանություններ է գրում եւս մի քանիսը կարդամ, մինչ այդ ձեզ հիշեցնելով, որ Հայաստանի հանրային ռադիո Հայատար կարող եք փնտրել մեր Facebook-յան էջը եւ դուք նույնպես միանալ մեկնաբանություններին։ Բարի լույս Վանատուրից գրում է Արմեն Աբրահամյանը, նա նաեւ մեզ լավ օր է ցանկանում, Զվարթ Բարսումյանը նույնպես միացել է մեզ, բարի լույս եմ մաղթում եւ գեղեցիկ ծաղիկներ ուղարկում։ Փոխադարձ է մեր բարի լույսը եւս հանրայինի ուղիղ եթերի տաղավարից Սիրով բոլորին ովքեր այսպես լսում դիտում են մեզ։ Տեսնենք թե ովքեր են ծնվել հուլիսի 8-ին, իմ ամենասիրելի, լավ, չասեմ ամենասիրելի, բայց բավական սիրելի рэպերներից մեկը, ամերիկացի рэպեր, հայտնի դերասան Will Smith-ի որդին Jaden Smith-ը ծնվել է 1998-ի, այսօրը շատ երիտասարդ է Jaden-ը, չնայած դրան հասցրել է բավական հայտնի դառնալ եւ դուրս գալ հայրիկի ստվերից։ Դա լավ է։ Ունենք հոբելար նաև մարզաշխարհից իտալացի ֆուտբոլիստ դարպասապահ Կրիստիան Աբիատին է ծնվել այսօրը 1977-ին։ Պատկերացնում եմ, որ այն ֆուտբոլիստների համար, որոնք այս շրջանում են ծնվել, կրկնակի տոն է միշտ լինում։ Ես էլ եմ այսօր ֆուտբոլային համազգեստով, որովհետև իհարկե շարունակում ենք հիշել, որ աշխարհի առաջնությունը ընթանում է եւ եթերաժամի վերջում անպայման էլ ավելի շատ կխոսենք ֆուտբոլից։ Վերադառնալով ծնունդներին ռուս դերասան եւ գրող Անդրեյ Մյախկովի ծննդյան օրն է 1938-ի այսօրն է ծնվել նա։ Այսօրն է ծնվել նաև արմատներով հայ ռեժիսոր, ռուս ռեժիսոր Կարեն Շահնազարովը, նրա ծննդյան տարեթիվն է 1952-ը։ Հայ արձակագիր դրամատուրգ Հրանտ Բագրազյանը ծնվել է 1914 թվականի այսօրը։ Շարունակենք եւ անդրադառնանք նաեւ բիզնեսի աշխարհի շատ հայտնի մի անուն պետք է հիմա հնչեցնենք Ջոն Ռոքֆելլեր, բոլորը լսել են այս անունը, նաեւ Նյու Յորքում Ռոքֆելլեր հայտնի առևտրի կենտրոնը կա, ամերիկացի բիզնեսմեն, բարերար, նաեւ մարդկության պատմության առաջին դոլարատեր միլիարդատերն է նա, Ռոքֆելլեր կլանի հիմնադիրը, նրա ծննդյան տարեթիվն է 1839 թվականը։ Արվեստի աշխարհում նույնպես կարևոր ծննդյան տարեդարձ այսօր կա իտալացի նկարիչ Արտեմիզիա Ջենտիլեսկին է ծնվել 1593 թվականի այսօրը։ Այս շատ հին ծննդյան տարեդարձերը միշտ զարմանում են, որ հստակ թվով հիշում են։ Փակում ենք օրացույցը, շարունակեք լսել մեզ, քանի որ ընդամենը 5 րոպեից լուրերի թողարկումն է, իսկ մենք վերադառնանք արդեն լրատվական թողարկումից անմիջապես հետո։ To pump me up. He ain't never even been impressed like this. Probably why I got him quiet on the set like zip. You're looking for a girl that'll treat you right. You're looking for in the daytime with a light. Boy, stop playing, grab my ass. Acting like you shy. Got my mind on your body and your body on my mind. Got a taste for the cherry. I just need to take a bite. I could dance, I could dance, I could dance. Just dance. Just dance.
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում բարի լույս, ռադիո լուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում աշխատում է Հասմիկ Մարտիրոսյանը, ներկայացվելիք թեմաները նախ համառոտ։ Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին մարդասիրական խնդիրների համատեքստում։ Միացյալ Նահանգները նոր լայնածավալ հարվածներ է հասցրել Իրանին, հրադադարը կրկին վտանգի տակ է։ Թրամփը Էրդողանին խոստացել է չեղարկել պատժամիջոցները եւ քննարկել F-35 կործանիչների մատակարարումը։ Այս ամենի մասին եւ ոչ միայն վարքյաններ անց։ Նախ տեղեկացնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան եւ Գյումրի համայնքներում Հայաստանի կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը։ Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Երևանում եւ Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից եւ ունեն կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Երևանում կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը եւ դրանց փուլային իրականացմանն ուղղված քայլերը։ Արտգործնախարարությունից հայտնում են արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել Հայաստանի եւ Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, վստահություն հայտնելով, որ այն նոր շունչ կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը եւ բազմավոլորտ համագործակցության ընդլայնմանը։ Մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման ուղղված քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նախաձեռնություններին։ Արտգործնախարարությունից եւս հայտնում են, որ Բեյրութում գտնվող Վահան Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի եւ արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին, արտգործնախարարի տեղակալը անդրադառնալով երկու պետությունների միջև առկա ջերմ եւ բարեկամական հարաբերություններին վերահաստատել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին, այդ թվում մարդասիրական խնդիրների հասցեագրման համատեքստում։ Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։ Տնտեսվարողներին եւ քաղաքացիներին կոչ է արվում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։ Այժմ միջազգային եւ տարածաշրջանային թեմաների մասին Միացյալ Նահանգները կրկին հարվածել է Իրանին ի պատասխան Հորմուզի նեղուցի մերձակայքում 3 առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների, ինչպես նաեւ չեղարկել է արտոնագիրը, որը Թեհրանին թույլ էր տալիս նավթ վաճառել։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև փխրուն հրադադարը կրկին հայտնվել է վտանգի տակ, գրում է BBC-ն, եւ դա այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը Թուրքիայում մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Էքսոսի աղբյուրն էլ հայտնել է, որ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը եւ հրամայել է այն իրականացնել։ Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի հակաօդային պաշտպանության եւ առափնյա հսկողության համակարգերին, զենիթահրթիռային եւ թևավոր հրթիռներին, անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքներին եւ նավահանգստային ենթակառուցվածքներին։ Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ խոցվել է 80-ից ավելի թիրախ։ Էքսոսի աղբյուրի խոսքով նոր հարվածները 4-ից 5 անգամ ավելի լայնածավալ են եւ հզոր, քան հունիսի վերջին հասցված հարվածները։ Իրանը արձագանքել է մասնավորապես Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում գրել է, որ նավթային պատժամիջոցների վերականգնումը, Իրանի հարավի վրա հարձակումները եւ նոր հարվածների մշտական սպառնալիքները չեն ազդի Թեհրանի դիրքորոշման վրա։ Մասնավորապես խոսնակն ընդգծել է վախեցնելու եւ շանտաժի դարաշրջանն ավարտվել է, դա ոչնչի չի հանգեցնի, մենք չենք հանձնվի։ Իսլամական
Հեղափոխության պահապանների կորպուսն էլ իր հերթին է հայտարարել Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմական օբյեկտներին զանգվածային հարվածներ հասցնելու մասին գործողությունը պատասխան էր Միացյալ Նահանգների իրականացած գիշերային հարձակմանը, որի թիրախում էին Իրանի Հորմոզգան նահանգի ափամերձենակետերը եւ քաղաքացիական օբյեկտները, հայտարարել է կորպուսը։ Եվ ըստ հայտարարության իրանական ուժերի հարվածի տակ են հայտնվել տարածաշրջանում Միացյալ Նահանգների առանցքային ռազմական բազաների 85 օբյեկտներ։ Երեք տեղեկացրել ենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում է Անկարայում, մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին եւ այցի շրջանակում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը կչեղարկի Թուրքիայի նկատմամբ կիրառվող Քաթսա շրջանակում սահմանված պատժամիջոցները։ Եվ Քաթսան Միացյալ Նահանգների հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենքն է, որն ընդունվել է 2017 թվականին, այն նահանգներին թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն երկրների, ընկերությունների, ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք խոշոր գործարքներ են իրականացնում Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի պաշտպանական կամ հետախուզական ոլորտների հետ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգների վարչակազմը նաեւ կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հնարավորությունը։ Էրդողանն էլ ասել է, որ գագաթնաժողովի արդյունքներով ակնկալում է այդ հարցի դրական լուծումը։ Հավելեմ, Թուրքիայի մայրաքաղաքում այսօր ավարտվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, արդյունքների մասին ընդգրկուն կներկայացնենք Ռադիոլուրի մյուս եթերաժամերի ընթացքում։ Այս ժամին այսքանը, տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
to a different kind of force. Սուրճ ու սեր առավոտից։ 10:10 րոպե, սիրով ասում ենք բարի լույս նրանց, ովքեր այս պահին լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ ինչպես ամեն առավոտ այսօր նույնպես ունենք հետաքրքիր թեմա եւ այդ թեմայի շրջանակում հետաքրքիր հյուր։ Մեր հյուրերն են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավկովկասյան նախագծերի ղեկավար Յակոբ Վոլենշտայնը եւ թարգմանիչ Հրաչյա Ստեփանյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի գալուստ։ Հանրային ռադիոյի ուղիղ նաև շտապ եմ հավելել, որ մենք ունենք նաև տեսահոլովակի եւ ստեղծագործության պրեմիերա, այն կոչվում է Armenia WhatsApp, եւ պաշտոնական երաժշտական տեսահոլովակ արդեն YouTube-ում է։ Քիչ անց մենք խոսենք նաև կընդմիջենք մեր զրույցը, կլսենք այդ ստեղծագործությունը։ Այո, եւ պարոն Վալենշտայնը այս երգը նվիրել է Հայաստանին, ինչպես արդեն ասացինք, սա ճանապարհորդություն է Հայաստանի մշակույթի եւ պատմության էջերով, սկսած աստվածաշնչյան ժամանակներից ու միջնադարյան թագավորություններից մինչև ժամանակակից անկախություն եւ երկրի ապագային միտված ձգտումներ։ Armenia WhatsApp-ը մեծարում է մի ազգի, որը դարերի փորձությունների միջով պահպանել է իր ինքնությունը, միաժամանակ երբեք չդադարելով վերաիմաստավորել ինքն իրեն։ Հրաչյա Ստեփանյանը մեզ օգնում է հաղորդակցվել մեր հյուրի հետ եւ բնականաբար եւս մեկ անգամ ողջունելով ուզում ենք հասկանալ, թե ինչպես ծնվեց գաղափարը Armenia WhatsApp-ի եւ կյանքի կոչվեց այս հետաքրքիր տեսահոլովակը։ Ja, vielen Dank für die Einladung. Ich bin sehr geehrt, wieder hier zu sein bei Ihnen im Radio. Շատ շնորհակալություն հրավերի համար, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել ձեր ռադիոյում։ Und diesmal über dieses tolle Projekt zu sprechen, das wir letzte Woche veröffentlichen konnten, unser Liebeslied, unsere musikalische Liebeserklärung an Armenien. Եվ կարևոր է ինձ համար նաև այս հրաշալի երգի մասին այստեղ խոսել, որը մեկ շաբաթ առաջ արդեն պատրաստ եղել, որը ըստ էության Հայաստանի նկատմամբ տածվող սիրո մասին է։ Letzten Herbst saßen wir zusammen mit meinem Kollegen Florian, der ja auch rappt in diesem Song, mit dem ich immer mal schon wieder gesungen habe, aber immer nur Dinge von anderen Leuten. Und wir haben überlegt, wir würden gerne was zusammen machen, zusammen ein Lied produzieren. Und weil wir beide Armenien so mögen, dachten wir, das wäre eine gute Gelegenheit, diese Geschichte zu erzählen. Նստած էի մեր գործընկեր Ֆլորիան Բինդերի հետ, եւ որը եւս իհարկե սիրում է ռեփ երաժշտություն, եւ միասին կատարումներ ենք անում, ահա որոշեցինք ամատեղ կազմակերպել մի հրաշալի երգ, որը նվիրված է Հայաստան։ Diese Geschichte zu erzählen, einmal den Armenien zu zeigen, dass unsere Partnerschaft, die wir ja haben, keine Sache ist, die aus letztem Jahr herausgeboren ist, aus diesem Momentum der EU-Integration. Այս պատմությունը ներկայացնել է Հայաստանի պահով իհարկե մեր աշխատանքը Հայաստանում ընդհանրապես հետաքրքիր է որ ինտեգրացիոն գործընթացներն են նաև ներկայացվում sondern das Ganze natürlich viel tiefer geht. Wir holen ja aus bei der Arche Noah. Ընդ որում մեր այս երգի բովանդակությունը շատ ավելի դարերի խորքն է գնում, մենք հասնում ենք մինչև Նոյան տապա։ Aber eine ganz wichtige Zielgruppe ist natürlich das Publikum auch in Europa, das wir anstecken wollen mit dieser Liebe für Armenien. Մեր նպատակը դրած ունկնդիրը շատ կարևոր է նաև, որ մենք Եվրոպային ենք, հաստորեն եվրոպական հանդիսատ ունկնդիրին ենք նպատակադրել, որպեսզի մեր այս պատգամը այսպես ասած հասնի նրանց։ Մենք արդեն հասցրել ենք դիտել տեսահոլովակը, այն բավականին խոր իմաստը եւ ինֆորմացիայով լեցուն։ Wir haben es geschafft, bereits uns diese Videoaufzeichnung anzuschauen. Es ist ziemlich informativ und sehr viel inhaltsreich. Բավականին լուրջ աշխատանք է սա եւ ով է օգնել, ինչ թիմ է աշխատել այս ամբողջ ինֆորմացիան նաեւ կադրերով ներկայացնելու մեր ունկնդիրներին։ Das ist eine recht solide Arbeit und wer hat Ihnen da eigentlich dabei geholfen, um diese Bilder und so weiter auch entsprechend zu Wege zu bringen? Also den Text und das Konzept, das habe ich selber geschrieben, letztes Jahr in Tiflis. Wir haben die Musik produziert in Georgien mit georgischen Musikern. Die übrigens Rückfragen hatten zum Text, als wir sagen, Armenien ist das älteste christliche Land der Welt, die Wiege des Weins, sagten die Georgier, na, das sind wir.
տալիս, երբ տեքստում ասում ենք, որ հայերը առաջին քրիստոնեական ազգն են, ասում են, չէ, մենք ենք իրենք։ Aber trotzdem haben sie gerne die Musik gemacht und das Video produziert haben wir hier natürlich in Armenien mit einem professionellen Team von armenischen Filmmakern. Այդհանդերձ նրանք օգնեցին մեզ իհարկե այս երաժշտությունը կազմակերպելու եւ ինչ վերաբերում է նկարահանումներին, մենք ներգրավել ենք պրոֆեսիոնալ մի թիմ Հայաստանում, որը մեզ օգնեց այդ ֆիլմի նկարահանումներն իրականացնել։ Ես կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի ռադիո լսողները լսեն, իսկ նրանք ովքեր հիմա on-line հարցակում են, նաև YouTube-ով կարող են որոնում տալ Armenia WhatsApp official music video-ն։ Մենք երբեք տեղադրենք նաև մեր հաղորդման Facebook-յան էջում տեսահոլովակը, լսենք եւ դիտենք, այնուհետև կշարունակենք մեր զրույցը։ Europe, it's Asia in a mountainous range where all civilizations meet and exchange, where the biblical ark of Noah landed ashore in a place that's in golden ages and terrible war. Lies a country called the oldest Christian nation on earth, strong in craftsmanship traditions, and it proudly gave birth to making wine. Still today the grapes make fabulous drinks. That trademark alphabet looks like it's from Lord of the Rings. It's a little place for punching classes over its weight, after decades of deadlock forging a prosperous fate. Welcome to the Southern Caucasus, you know what I mean, yeah. Locals call it highest down, but we say Armenia. Armenia, what's up? Bitch, Princess, I gas down. Tell me where will you go on the journey you've begun? You love to live and feed and lose. Check out all the past, it's prosperity and peace, a drink and true at last. Armenia, what's up? Bitch, Princess, I gas down. Tell me where will you go on the journey you've begun? You love to live and feed and lose. Check out all the past, it's prosperity and peace, a drink and true at last. Come a memorable way since those biblical years, with medieval kingdoms wrecking ground in critical spheres. Capital Annie, famous for its 1,000 churches and chimes, architecture, education, arches like Byzantines. Then times past and neighbors caused some earnest concern, conquered by crusaders, Russian, Turks and Persians in turn. But they endured and lived on, building impressive careers under foreign rule or exile for indefinite years. Then the darkest hour, genocide, and millions lives fainted. Independence won but lost again, then finally regained. It wasn't easy and took one more revolution to soar, but they're back and democratic, knocking on Europe's door. Armenia, what's up? Bitch, Princess, I gas down. Tell me where will you go on the journey you've begun? You love to live and feed and lose. Check out all the past, it's prosperity and peace, a drink and true at last. Armenia, what's up? Bitch, Princess, I gas down. Tell me where will you go on the journey you've begun? You love to live and feed and lose. Check out all the past, it's prosperity and peace, a drink and true at last. Armenia, what's up? Bitch, Princess, I gas down. Tell me where you go on the journey you've begun. You long to live in freedom, those shackles of the past, prosperity and peace, a drink or two at last. Nowadays Armenia is reinventing its brand, at a restless pace reforming and reshaping the land, making peace with former enemies and opening up, building streets and rails and pipes to be a regional hub, redefining all relationships while making some new friends around the world with visions wants to join the EU, safeguarding democracy from foes outside and within, while resisting the temptations too much power can bring, innovating in the startup world to build and research, leading tough social debates like on the role of the church. Doing all of this at once can mean some serious stress, but with all your friends' support it can be a success. Armenia, what's up? Bitch, Princess, I gas down. Tell me where will you go on the journey you've begun? You love to live and feed and lose. Check out all the past, it's prosperity and peace, a drink and true at last. Armenia, what's up? Bitch, Princess, I gas down. Tell me where will you go on the journey you've begun? You love to live and feed and lose. Check out all the past, it's prosperity and peace, a drink and true at last. Armenia, what's up? Bitch, Princess, I gas down. Tell me where you go on the journey you've begun. You long to live in freedom, those shackles of the past, prosperity and peace, a drink or two at last. Սուրճ ու սեր առավոտից 10:18 րոպե տեսահոլովակի պրեմիերա էր մեր ուղիղ եթերում, հիշեցնենք եւս մեկ անգամ, մենք տաղավարում այսօր հյուրընկալել ենք Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի Հարավկովկասյան նախագծերի ղեկավար Յակոբ Վոլենշտայնին եւ մեզ հաղորդակցվել օգնում է թարգմանիչ Հրաչյա Ստեփանյանը։ Եվ հետաքրքիր է ինչպես ստացվեց, որ հենց Հայաստանի մասին որոշեցիք եւ ենթադրեցիք, որ արժե երգ ստեղծել եւ արդյոք հատկապես որ վրաստանյան գործընկերների հետ է ստեղծվել, արդյոք հաջորդիվ սպասենք նաեւ մեր հարևան երկրների մասին երգերի, որպեսզի խանդի տեսարաններ չլինեն։
sollen wir darauf warten, dass demnächst noch ein Lied über ein Nachbarland kommt, damit die Georgier nicht böse sind? In der Tat gab es da schon Kommentare von den Kollegen in Tiflis, wann kommt unser Song? Und ich darf verraten, wir haben dazu auch schon einen Text geschrieben und ich habe den sogar schon aufgenommen im Studio. Իրականում այո, մենք մեր վրաստանյան գործընկերների հետ նմանատիպ զրույց ունեցել ենք, այս ընթացքում ես մշակել եմ նաև մի երգ, նույնիսկ ստուդիայում արդեն ձայնագրությունը տեղի ունեցել։ Aber die Premiere wird erst im Herbst sein, weil wir jetzt die Sommerpause haben und das noch nicht fertig produziert ist. Այս դրա պրեմիերան կլինի իհարկե աշնանային ամիսներին, ամառային արձակուրդների ծննդմիջումից հետո։ Und das ist die Վրաստանի մասին է երկը։ Եվս մեկը այո, Վրաստանի մասին։ Այո։ Genau. Ein bisschen anders vom Konzept und in Armenien sind wir etwas breiter in der Vorstellung des Landes. Ինձ շատ հետաքրքրեց նաև ժանրը, երգի, իհարկե նշեցիք, որ կարծես թե рэպի սիրահար եք եղել, բայց հետաքրքիր է ինչպես ընտրվեց ժանրը, ես գիտեմ, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախագծերից եւ ծրագրերից շատերը ուղղված են հենց երիտասարդներին, արդյոք սա նույնպես նշանակություն ուներ, հաշվի առնելով, որ թիրախային խումբը рэպի հենց հիմնականում երիտասարդներն են։ Hat dieser Umstand auch da eine wichtige Rolle gespielt? Also die Adenauer-Stiftung arbeitet nicht nur mit Jugendlichen. Wir haben in Georgien viele Projekte für die Jugend, aber wir arbeiten prinzipiell mit allen Erwachsenen, die sich für unsere Projekte interessieren. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը աշխատում է ոչ միայն երիտասարդների հետ ծրագրերի իմաստով, իհարկե մենք իր ծրագրեր ենք իրականացնում, որտեղ նաև մեծահասակներ են ներգրաված, մեծ թականակությամբ ծրագրեր, մանավանդ Վրաստանում շատ են կան։ Und wenn wir gucken, wer als Zielgruppe erreicht wird durch unsere Sachen auf Instagram, wo wir viele Dinge machen, die auch etwas lockerer sind als sonst die üblichen Formate, sind das vor allem Menschen ab 25 bis 40. Եվ մենք նմանատիպ ծրագրերում նաև Instagram-ի նայելով մոտավորապես մեր աշխատանքը ուղղված է մոտավորապես 25 տարեկանից մինչև 40 տարեկաններին։ In diesem Fall haben wir am Mikrofon in diesem Armenien-Song mich als Millennial und zwei Gen Zs. Ich glaube, da schlagen wir sogar schon da die Brücke durch das Setup der Band. Այս անգամ մենք ունենք մի միկրոֆոն, խոսափող եւ երկու Gen Z. Ja. Kann man das übersetzen? Also junge Generation. երիտասարդներ։ Այո, միլենիալները եւ Gen Z-ները, մեր սերունդը եւ ավելի փոքրերի սերունդը, 2000-ականների ծնունդը։ 2000-ականների եւ տարեցների սերունդը, այսպես ասած։ Եվ քանի որ խոսեցինք արդեն ծրագրերից, նախագծերից, գիտեմ, որ Հայաստանյան գրասենյակը նույնպես, ինչպես ամբողջ հիմնադրամը, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել եւ իրականացնում։ Հետաքրքիր է այս շրջանում ինչ նորություններ կան, ինչի վրա է կենտրոնացած գրասենյակը։ Viele Projekte durchführt, es würde uns interessieren, welche Vorhaben Sie derzeit haben, dass die in Armenien umgesetzt werden. Ja. Also eine ganz große Richtung unserer Arbeit ist, dass wir diesen Kurs unterstützen wollen, dass Armenien sich Richtung die Europäische Union orientiert. Մեր աշխատանքի շատ կարևոր եւ մեծ ծավալը ուղղված է նրան, որ Հայաստանը մտադրված է եվրոպական ուղղության զարգացում ունենալ եւ մենք մեր ծրագրերով փորձելու ենք աջակցել Հայաստանին այդ։ Und genau in diese Richtung geht ja dieses Lied, dass wir das zusammenfassen und sagen, ne, damit möchten wir zeigen, Armenien interessiert sich für uns, wir wollen das Interesse genauso spiegeln. Ահա այս ուղղությամբ է գնում նաև երգը ըստ էության, որ տեսեք Հայաստանը ուզում է գալ մեզ, մենք էլ իրեն հանդիպում պետք է գնանք հանդիպելու այսպես ասած։ Und das ist keine Mode, die aus der Not heraus geboren ist, sondern geht ganz tief in einer Frage von Identität. Wo gehört Armenien hin? Եվ դա նորաձևություն մոդայի հարց չէ, դա ինքնության հարց է, թե Հայաստանը ինչ ում է պատկանում, Und wir haben beispielsweise gerade diese Woche auch jetzt in Jerewan eine Studie vorgestellt von einem Partner hier vom Kaukasus-Institut, ein Partner von uns mit dem Titel Armenien, wo der europäische politische Raum beginnt und endet. Եվ այս շաբաթ մենք արդեն ներկայացրել ենք մի ուսումնասիրություն, որը իրականացվել է մեր պատվերով եւ վերաբերում է այն թեմային, որ Հայաստանը որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում։ Also das ist ein Programm, bei dem wir natürlich viel unterstützen können, da wir Büros haben in vielen europäischen Ländern, auch der Moldau, der Ukraine, Ländern, die den Weg Richtung europäische Integration schon längst gegangen sind, wo wir lernen können, wie kann Armenien auf dem Weg schneller, effektiver sein, um möglichst schnell viel zu erreichen. Այս ուսումնասիրությունը ուղղված է նաև նրան աջակցելու,
թե ինչպես կարող է Հայաստանը ավելի արագ եվրոպական կողմնորոշման ուղղությամբ գնալ, տարբեր երկրներ, Մոլդովիա եւ այլ երկրներ արդեն այդ ուղղությամբ շարժվում են, հիմա խնդիրը Հայաստանին այդ ուղղությամբ շարժվելուն աջակցություն ցուցաբերել։ Und eine wichtige Grundlage ist, einander zu verstehen und das Interesse zu haben. Wir haben beispielsweise auch eine Publikation herausgegeben vor kurzem, die übersichtlich zeigt, was bedeutet EU-Integration, was wären Armeniens Schritte, wie kann man konkret Visaliberalisierung schaffen. Եվ իհարկե հետաքրքիր է նաև, որ մենք հիմա մշակել ենք որոշակի մի մեթոդիկա, այսպես ասած, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպիսի ուղղվածություն եւ ինչպիսի պետք է լինի Հայաստանի արևմտյան զարգացումը, ինչպես կարելի է ապահովել վիզաների ազատականացումը, ընդհանրապես ինչպես կարելի է այս գործընթացը ավելի արագացնել։ Aber da natürlich europäische Integration unter der Voraussetzung steht, ein Gefühl der Zusammengehörigkeit zu haben. Genau dieser Song wiederum, wir wollen Leuten in Europa zeigen, jawohl, Armenien gehört dazu. Խոսքը ըստ էության Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին է եւ մեր երկրն էլ հենց այդ ուղղվածության է, որ Հայաստանը այդ ուղղությամբ է գնում։ Und es ist einfach auch sehr schön. Եվ բացի այդ, պարզապես շատ գեղեցիկ է։ Իդեպ, քանի որ ես էլ ժանրի սիրահար եմ, չեմ կարող չհարցնել, թե ով է պարոն Վոլենշտայնի սիրելի рэպերը։ Ich bin eigentlich auch eine Anhängerin für diese Musikgattung, deshalb möchte ich die Frage mir nicht enthalten, Sie zu fragen, wen mögen Sie als Rapper am meisten? Oh je. Ich höre gerne viel deutsche Musik, deutsche Rapmusik. Vielleicht kennen Sie die Gruppe KIZ aus Berlin. Ես շատ եմ սիրում գերմանական ռեփ երաժշտությունը, միգուցե ծանոթ եք Բերլինի KIZ ռեփ խումբը։ Ծանոթ չեմ, բայց անպայման կարծում եմ առիթ կլսենք։ Aber ich hoffe, dass wir dann die Gelegenheit haben werden, sie uns anzuhören. Ich hoffe, meine Kollegen in Berlin hören das nicht, dass ich das hier gesagt habe, denn die machen viele Texte, die sehr kritisch sind gegenüber der Regierung. Gegenüber der Regierung. Ես հույս ունեմ իմ գործընկերները չեն լսում իհարկե, այս խումբը, ռեփ խումբը շատ տեքստեր է մշակում, որոնք մեծ քննադատություն են, մեծ քննադատությամբ ուղղված են մեր կառավարությանը։ Aber als Kind der 90er natürlich Eminem, Jay-Z. Բայց իհարկե 90-ականներից Eminem, Jay-Z։ Այդ արդեն գիտենք։ Können Sie mir einen armenischen Rapper empfehlen? Կարող եք ինձ հայաստանյան մի ռեփ երկիչ Իհարկե։ Ես հղումներ կուղարկեմ։ Այո։ Եթերից հետո անպայման ձեզ իրազեկեմ։ Wir werden Ihnen dann unbedingt Tipps geben und Sie darüber informieren։ Իդեպ այս պահին ես Կոնրադ Տադենաուեր Instagram-յան էջում եմ այս պահին եւ տեսնում եմ ինչպիսի լայնածավալ գործունեություն եք ծավալում Հայաստանում։ Wie breit angelegt Ihre Vorhaben in Armenien sind. Ոլորտները բազմազան են։ Die Bereiche sind unterschiedlich, vielfältig. Կա արդյոք ոլորտ, որ առաջիկայում պատրաստում եք բացահայտել։ Bereich, den Sie demnächst noch eröffnen möchten. Ich glaube, wir haben schon sehr viel zu tun mit dem, was wir gerade machen. Կարծում եմ, որ այնքան աշխատանք ունենք այն նախագծերում, որ մենք անում ենք։ Was mir sehr am Herzen liegt, ist, dass wir die Dinge noch regionaler gestalten wollen. Ես շատ եմ ցանկանում նաև որ այս նախագծերը մենք մշակենք եւ իրականացնենք նաև տարածաշրջանային կտրվածքով։ Und ich glaube vor allem auch eben aus Armenien raus Richtung Europäische Union wirken und berichten, was sich hier gerade tut. Եվ առաջին հերթին իհարկե Հայաստանից սկսելով աշխատենք եւ որպեսզի Եվրոպան ծանոթանա նաև թե այստեղ ինչ է կատարվում։ Denn ich glaube, wir können viel lernen von dem Mindset, das Armenien gerade zeigt, wie flexibel man sein kann. Քանզի մենք կարող ենք իհարկե շատ բան սովորել նրանից, ինչ Հայաստանը անում է, ցույց տալ թե ինչպես կարելի է ճկուն լինել։ Wir hatten gerade erst gestern hier mit Experten aus verschiedenen Ländern Osteuropas einen Workshop über FIMI, also ausländische Informationsmanipulation. Մենք հենց երեք կազմակերպել ենք մի մեծ աշխատաժողով միջազգային մասնակիցներով, որը վերաբերում էր իհարկե մանիպուլյացիաներին, այսպես ասած։ Und haben darüber gesprochen, wo sind die Vulnerabilitäten, wo sind die Verwundbarkeiten von Gesellschaften. Եվ փորձեցինք իհարկե վերհանել նաև թե որտեղ են հասարակությունների խոցելիությունները։ Und da können wir, glaube ich, sehr viel lernen davon, dass Armenien gerade eine Vision zeichnet, wie das Land gestaltet werden kann, ohne dabei aber ideologisch zu sein. Մենք կարող ենք այստեղ սովորել, թե ինչպես է Հայաստանը տեսլական մշակում առանց գաղափարական ինչ-որ հիմքի։
Bei uns zu Hause ist viel von Tagespolitik getrieben, ohne dass Politiker zeigen, was ist die Vision für das Land. Մեզ մոտ առօրյա շատ քաղաքականություն է վարվում, բայց քաղաքական գործիչները ցույց չեն տալիս, թե ինչ տեսլական ունենք։ Und ich glaube, zusammen mit der großen politischen europäischen Familie eine Vision zu entwickeln, wo soll Europa als Staatenfamilie stehen in diesem schwierigen 21. Jahrhundert, ich glaube, das wäre als Thema super spannend. Եվ կարծում եմ, որ Եվրոպայի հետ համատեղ որոշակի մի տեսլական մշակելը 21-րդ դարի համար տեսնելու թե որտեղ է Եվրոպան ըստ էության շատ հետաքրքիր թեմա է։ Հետաքրքիր է, պարոն Վոլենշտայնը արդյոք հասցրել է սովորել հայերեն որոշ բառեր։ Interessant, ob Herr Wellensteins geschafft hat, am Ende zu lernen. Հարգելի Թիկնակ եւ Պարոնակ, սիրելի ինտերնետ, Կոնրադ Ադենոհիմն դրամի անոնից շնորհակալություն։ Բրավո, բրավո, հրաշալի։ Այո, հրաշալի է, հենց այս հրաշալի նոտայով կարծում եմ կարող ենք ամփոփել, հիշեցնեմ, որ Armenia WhatsApp երգը արդեն YouTube-յան ալիքում հասանելի է, պարզապես փնտրեք Armenia WhatsApp, ինչպես Տիգրանը խոստացավ, մենք էլ մեր Facebook-յան էջում, հաղորդման Facebook-յան էջում կտեղադրենք։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավկովկասյան նախագծերի ղեկավար Յակոբ Վոլենշտայնի հետ եւ հաղորդակցվել մեզ օգնում էր թարգմանիչ Հրաչյա Ստեփանյանը։ Կարճատև դաթար, այնուհետև կշարունակենք։ Սուրճ հուսեր առավոտից։ 2, 3, come on girls. Thinking about me every night. Oh, is it that sweet I kiss so? You can fly away with me tonight. You can fly away with me tonight. Baby, let me take you for a ride. Tell me why you gotta look at me that way. You know what it does to me. So baby, what you tryna say? Trapped in our thick fence like ornaments. And Papa says he got Milo in him. He got me feeling like ooh. A little souvenir. Can I steal it from you? Keep up. Got me feeling like ooh. You talking money, need a hearing aid. You talking about me, I don't see a shade. I had to go. The boy is mine. I can't wait to try and let's get intertwined. The stars that align. The boy is Bitch, I said what I said. I'd rather be famous instead. I let all that get to my head. I don't care, I paint the town red. Turn it up, it's your favorite song. Dance, dance, dance to the distortion. Shimmy, yeah, shimmy, yeah, shimmy, yeah. Swalla la la. I'm a cool girl. I'm a cool girl. Ice cold, I roll my eyes at you. Fly gal, get your nails done. Get a pedicure, get your hair fixed. Let me check my chest, my breath right quick. He ain't never seen it in a dress like this. He ain't never even been impressed like this. Probably why I got him quiet on the set like this. How your wife in needs scotch, you don't get wins for that. I'm having another good year, we don't get blimps for that. Me and all my girls, yeah, we looking fabulous. Ooh, stop the track, strike a pose, stop the stare. Find the light inside our universe now. And nobody keep on holding us down. No, let's not put a label on it. Let's keep it fun. Players only, come on, put your pinky rings up. If you were mine, get your nails done, get a pedicure, get your hair fixed. You're telling me I'm really nice, obviously I ain't getting no boy. Baby, it's you. You're the one I love. You're the one I need. You're the only one I see. Come on, baby, it's you. Moonlight, you're my starlight. I need you all night. Watch me break it down like. Feel your eyes, they all over me. Don't be shy, take control of me. Get the vibe, it's gonna be lit tonight. Havana, ooh, na, na.
Սուրճ ու սեր առավոտից։ 10:35 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Ունենք մարզական նորություններ, գիտեք, որ մեր Էդուարդ Սպերտյանը տեղափոխվեց, բայց մինչև այդ ներկայացնեմ, մինչև այդ լուրին անդրադառնալը ներկայացնեմ վերջին օրվա խաղերը եւ դրանց արդյունքները։ Բելգիան նահանգներին 4-1 հաշվով պարտության մատնեց, 4-1-ի դեպքում ջախջախից կարող ենք ասել։ Դե իհարկե կարող։ Կարծում եմ այո, 3-2 հաշվով Արգենտինան Եգիպտոսին նկատմամբ առավելության հասավ, իդեպ երկրպագուների համար բավական զարմանալի խաղ էր, որովհետև ահագին ժամանակ Եգիպտոսը առաջատարն էր խաղի, 2-0 էր հաշիվը, բայց շատ կարճ ժամանակահատվածում իհարկե Արգենտինան կարողացավ հաշվի առավելությունը վերադարձնել, գոլերից մեկի հեղինակն էլ իհարկե Մեսին էր, եւ տեսնենք եւս մեկ խաղ, որ տեղի է ունեցել, որին մոռացանք անդրադառնալ, այո, մոռացանք ձեզ ներկայացնել նաև Շվեյցարիա-Կոլումբիա։ Դա շատ ուշագրավ է։ Այո, կարծես թե ոչ ոքի է ավարտվել, բայց չնայած դրան մրցապայքարից կարծես թե դուրս մնաց հետխաղային էր իրավիճակը բավականին թեժ եւ Կոլումբիայի հավաքականի հետ Կանադայի հավաքականը հաղթեց հետխաղային 11 մետրանոցներով 4-3 հաշվով, իսկ հիմնական եւ լրացուցիչ ժամանակ ավարտվել էր ոչ ոքի 0-0։ Այո։ Շարունակելով մարզական նորությունները, կարելի ասել տեղափոխվենք Հայաստանի հավաքական եւ մեր հավաքականի Շվեյցարիա-Կոլումբիա, ես ճիշտ ասացի։ Կարծում եմ, Շվեյցարիա-Կոլումբիա։ Վերադառնալով մեր հավաքականի ավակին, Էդուարդ Սպերտյանը միացել է Սաուդյան Ալ-Ահլիին, ինչպես գիտեք, եւ անցկացրել է իր առաջին մարզումը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ալ-Ահլին այժմ մարզական հավաք է անցկացնում Ավստրիայում։ Սպերտյանը 4 տարվա պայմանագիր է կնքել թիմի հետ, որը նրա համար Կրասնոդարին վճարել է 21.900.000 եվրո։ Անցած մրցաշրջանում 26-ամյա հայ ֆուտբոլիստը Կրասնոդարի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։ Դե, ինչ ասենք, բարով վայել է այդ գումարը։ Համաձայն եմ։ Skirt on your body, performing just like my Rari. You're too fine, need a ticket. I bet you taste expensive. Pouring up, about a liter. If you keeping up, you should keep it. Tequila and vodka, girl, you might be a problem. Run away, run away, run away, run away. I know that I should, but my heart wanna stay, wanna stay, wanna stay, wanna stay now. You can see it in my eyes that I wanna take it down right now if I could. So I hope you know what I mean when I say, let me take you dancing. Two-step to the bedroom. We don't need no dance floor. Let me see your best move. Anything could happen. Ever since I met you, no need to imagine. Baby, all I'm asking is let me take you dancing. Like that, 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 that. Skirt on your body, it's just us two in this party. That Louis, that Prada, looks so much better off you. Turn me up, be my waitress. No, we not in love, so let's make it. Tequila and vodka, girl, you might be a problem. Run away, run away, run away, run away. I know that I should, but my heart wanna stay, wanna stay, wanna stay, wanna stay now. You can see it in my eyes that I wanna take it down right now if I could. So I hope you know what I mean when I say, let me take you dancing. Two-step to the bedroom. We don't need no dance floor. Let me see your best move. Anything could happen. Ever since I met you, no need to imagine. Baby, all I'm asking is let me take you dancing. Like that, 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 that.
this shit your best move. Anything could happen. Ever since I met you, no need to imagine. Baby, all I'm asking is let me take you dancing. Oh, babe. Oh, babe. If you know what I mean. Yeah. All night. Dancing. Սուրճ ու սեր առավոտից 10:41 րոպե վեգան եւ Տիգրանը շարունակում են ձեզ հետ միասին անցկացնել ամառային առավոտը։ Բարի լույս ենք մաղթում, եթերաժամի վերջին հատվածին ենք աստիճանաբար մոտենում եւ շարունակենք Լեով մարզական նորությունները, անդրադառնանք նաեւ Wimbledon-ին։ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակում է, ներգործընկեր Newsem Sport-ն է հայտնում այս մասին, աշխարհի 8-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Wimbledon-ի մրցաշարի կիսաեզրափակիչ մեծ սաղավարտի մրցաշարերի 24-ակի չեմպիոնը 7-6, 3-6, 6-3, 6-7, 7-6 հաշվով պարտության է մատնել աշխարհի 4-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե Ալյասիմին։ Պայքարը տևել է Տիգրան գուշակիր որքան 2 ժամ 5 ժամ 15 րոպե։ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ իտալացի Յանիկ Սիները։ Wimbledon-ի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 64.2 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Պատկերացնում եք։ Իդեպ Տիգրան 5 ժամի մասին խոսեցինք եւ հիշեցի, որ թենիսն իրականում աշխարհի ամենաշատ կալորիաներ ծախսող երկրորդ մարզաձևն է համարում։ Դու չափազանց մեծ քանակի կալորիաներ ես ծախսում։ Դե բնականաբար այդքան։ Վազել, խփել, այո։ Պատկերացրու 5 ժամից ավել։ Այ քեզ բան։ Ված չի։ Քիչ անց խոսելու ենք նաեւ աշխարհի ամենաթանկ քաղաքների մասին, կարծում կհետաքրքրի, այնպես որ շարունակեք լսել եւ դիտել մեզ։ Take me there. I don't know what will happen. My old friend, storm inside the glass, yeah, it's what I am. You can't pull me down, no. Stuck in my head, oh. I wanna go to Graceland, 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 Graceland. I wanna go to Graceland.
station with the best music. Best music. Best music. Սուրճ ու սեր առավոտից 10:46 րոպե ձեզ հետ սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է հանրայինի ուղիղ եթերում Բարի լույս, եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս, Տիգրան Հարությունյանն ու Վեգան Անդրեասյանը շարունակում են աշխատել եթերում եւ քանի որ ամառ է, արձակուրդային սեզոնն է, վստահաբար կան մարդիկ, որ փնտրում են հետաքրքիր ուղղություններ, մի հետաքրքիր նյութ ենք գտել ձեզ համար, որը կպատմի այս պահին աշխարհում ամենագեղեցիկը համարվող քաղաքների մասին։ Իսկ ամենաթանկը համարվող քաղաքների մասին ենք խոսելու, եթե ունեք ավելորդ գումար ծախսելու, կարող եք վստահաբար գնալ այնտեղ, որտեղ բավականին թանկ է։ Կյանքը, խնդրեմ Սինգապուրը կրկին գլխավորել է ուլտրաշքեղագույն հատվածում կյանքի ամենաբարձր արժեք ունեցող քաղաքների համաշխարհային վարկանիշային աղյուսակը։ Սա տեղի ունենում շքեղ ապրանքների, այդ թվում բարձրակարգ ժամացույցների եւ զարդերի գների համաշխարհային աճի ֆոնին։ Շվեյցարիան հարստության կառավարման Julius Baer Group-ի տարեկան զեկույցի համաձայն Ցյուրիխը զբաղեցրել է ցուցակի երկրորդ տեղը, դուրս մղելով Լոնդոնին։ Իսկ Մոնակոն առաջին անգամ եզրափակել է առաջին եռյակը 2020 թվականին ուսումնասիրության մեկնարկից ի վեր։ Հոնկոնգը եւ Լոնդոնը համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ եւ 5-րդ տեղերը եզրափակելով առաջին հնգյակը։ Հետաքրքիր է, որ այս ցուցակից նաեւ դուրս է մղվել Դուբայը, որը անկում է գրանցել վարկանիշային անկում, դե բնականաբար պայմանավորված տարածաշրջանում հայտնի իրադարձությունների առումով։ Ահա, եւ կարծում եմ իրականում հաշվի առնելով այն, որ Դուբայը հենց սիրում է շքեղության հետ ասոցացնել, կարծում եմ առաջիկայում այս վարկանիշի արդյունքում սպասենք նորությունների Դուբայում եւ նոր շենքերի, նոր ժամանցի։ Ժամանակ է պետք, այդքան արագ չի վերականգնի իր վարկանիշը, մինչ այդ առաջին տեղում, ինչպես արդեն հասկացանք, Սինգապուրն է։ Ահա։ Այսքանը մենք շարունակում ենք 10:48 րոպե, մենք դեռ ունենք նորություններ, լուրեր, շամբես որ մի փոխեք ալիքը։ You play, oh baby please
Սուրճ ու սեր առավոտից։ 10:51 դուք շարունակում եք լսել Հանրային ռադիոն։ Եվ իմ հեռախոսային հավելվածը հուշում է, որ այս պահին մայրաքաղաքում 22 աստիճան է, այս պահին համեմատաբար արևոտ է, բայց ինչպես խոստացել էր Տիգրանը, օրվա ընթացքում հիմնականում անպամած եղանակ է լինել։ Օտարևութաբաններն են խոստացել, Տիգրան ընդհանրապես փոխանցել է նրանց կանխատեսումը։ Էլ ինչ կա քեզ մոտ։ Այս պահին իրավիճակը եղանակի հետ կապված նույնն է, անձրևները ոչ մեկ չի չեղարկել, տեսնենք թե ինչ կա Երևանյան ավտոճանապարհներին, կարծես թե քեզ Եղվարդի խճուղին զարմացրեց, ոչ զարմացել, որովհետև ինչ կամուրջը փակվել է Կիևյան կամուրջը, Հրազդան կամուրջը, Եղվարդի խճուղին բավականին գեր ծանրաբեռնված է եւ ասեմ նաեւ որ այնտեղ շարունակվում են նաեւ վերանորոգման աշխատանքները, որ արդեն բավական տևական ժամանակ են տևում եւ մեծ փորձություն է մեքենայով դեպի Քանաքերավան երթևեկելը, քանի որ հենց օրվա ընթացքում օրը ցերեկով աշխատում են տրակտորները, շինարարություն է ընթանում եւ նաեւ մեքենաներն են այսպես գեղեցիկ փոշու միջով անցնում։ Եթե մեքենան նոր է լվացել, ապա այդ կողմով մի երթևեկեք մեղմ ասած։ Այո, Եղվարդի խճուղին այս պայն եւս գեր ծանրաբեռնված է, գեր ծանրաբեռնված են նաեւ եւս Տավթաշենի կամուրջն է գեր ծանրաբեռնված, Հալաբյան փողոցը Բուենոս Այրես այգու հարևանությամբ եւս երկկողմանի ծանրաբեռնված է, խցանումային նիշը այս պայդրությամբ 7 բալ է, բարեբախտաբար ես եւս մեկ անգամ ստուգեմ, չունենք այս պայդրությամբ ավտոմոթարներ, ինչպես ասում են թու։ Այո, թու, ինչպես ասում են ժողովրդական։ Ունենք նաև ուրախալի լուրջ, եթե հիշում եք Երևան-Սևան մայրուղու վրա ունենք վնասված հատված եւ կայծակի հարվածից վնասված այդ հատվածը կամուրջը վերականգնվել է եւ արդեն Երևանից բացվել է երկկողմանի երթևեկության համար։ Կարծում եմ հենց այս դրական նոտայով էլ պիտի ստուգեմ մեկնաբանությունները, տեսնեմ արդյոք ունենք նոր մեկնաբանություններ թե ոչ, որպեսզի դրանք կարդամ եթերաժամի վերջին վայրկյաններին։ Ստյոպ Վարդանյանը հասցրել է միանալ եւ բարի լույս մաղթել մեզ մեր հյուրերից մեկին, նույնպես իրականում Կարինե Առաքելյանը ողջույններ էր ուղղել, պարզապես մենք ժամանակին չունեցանք եթերաժամում հատված, որպեսզի կարողանանք փոխանցել հյուրին, բայց ամեն դեպքում շնորհակալ ենք մեկնաբանության համար։ Եթերում աշխատեցին Վեգա Անդրեասյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Մնացեք Հանրային ռադիոյի հետ, ձեզ մաղթում ենք հաջող աշխատանքային օր եւ լավ օր։ What was all of it for? Ooh, we don't talk anymore like we used to do. I just heard you found the one you've been looking for. I wish I would have known that wasn't me. 'Cause even after all this time I still wonder why I can't move on just the way you did so easily. Don't wanna know the kind of dress you're wearing tonight, if he's holding on to you so tight, the way I did before. I overdosed, should've known your love was a game. Now I can't get you out of my brain. Oh, it's such a shame that we don't talk anymore. We don't talk anymore. We don't talk anymore like we used to do. We don't laugh anymore. What was all of it for? Ooh, we don't talk anymore like we used to do. I just hope you're lying next to somebody who knows how to love you like me. There must be a good reason that you're gone. Every now and then I think you might want me to come show up at your door, but I'm just too afraid that I'll be wrong. Don't wanna know if you're looking into her eyes, if she's holding on to you so tight, the way I did before. I overdosed, should've known your love was a game. Now I can't get you out of my brain. Oh, it's such a shame that we don't talk anymore. We don't talk anymore. We don't talk anymore like we used to do. We don't laugh anymore. What was all of it for? Ooh, we don't talk anymore like we used to do.
until you're just right, the way I did before. I overdosed. Should've known your love was a game. Now I can't get you out of my brain. Oh, it's such a shame that we don't talk anymore.